լրատվամիջոցները, շոու բիզնեսը, թոք շոուն, զվարճալի ծրագրերն ու սերիալները, սրանք բոլորը այս վերջի 30 տարիներին հատկապես բթացրել են ժողովրդի մեծ մասի միտքը լուրջ բաների մասին խոսելու, լուրջ հարցեր տալու և ազնիվ պատասխաններ ստանալու համար։ Դրա պատճառով իսկապես սատանան եկել և տեղավորվել ու թաքնվել է մեր բոլորի տներում փոխադարձ մեղքով ու փոխադարձ համաձայնությամբ և մեր տների ներսից քանդում է մեր ընտանիքները, քանդում է մեր անձնական հոգևոր ուրախությունը, քանդում է մեր կյանքի նպատակին հետևելը և հետևաբար քանդում է մեր ազգը ու մեր պետությունը հասցնելով թշվառական վիճակի։ Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ, այս ձայնագրության մեջ ես խոսելու եմ այն մասին, թե ինչ ձևերով է սատանան գալիս ու թաքնվում մեր կյանքի մեջ։ Այս ձայնագրության մեջ ավելի շուտ ես խոսել եմ դրա մի մեծ տարբերակի մասին, մի մեծ ձևի մասին, որ գալիս է բոլորիս կյանքում ամեն օր։ Եվ դուք պետք է այդ մասին իմանաք։ Ու ես խնդրում եմ ձեզ, կիսեք այս ձայնագրությունը ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան, միգուցե ոմանք լրջորեն մոտենան այս իրական մեծ ցավոտ ողբերգությանը և իրենց կյանքը փոխեն։ 30 տարի մենք միայն կատակել ենք հիմնականում։ Տեսեք ինչքան են շատացել շոու բիզնեսը, թոք շոուները, զվարճալի ծրագրերը, որոնք բթացրել են ամբողջ աշխարհում ազգերի ու մարդկանց մտքերը ազնիվ հարցեր տալու, ազնիվ պատասխաններ կարողանալու ընդունելու և այս կյանքի խնդիրներին լրջորեն մոտենալու։ Ամեն ինչի վրա ծիծաղում են։ 30 տարի մենք հիմնականում միայն կատակել ենք։ Դուք տեսել եք այն հաղորդումները, որ ասենք թե թոք շոուի կամ շոու բիզնեսը, մեկ էլ արհեստական sense հաղորդման մեջ ինչ-որ մի խումբ մարդիկ ծիծաղում են, որպեսզի դուք էլ ծիծաղաք, բայց լուրջ մարդն ասում է, այստեղ ինչ կա ծիծաղալու, այստեղ ծիծաղալու բան չկա։ Սիրելի ժողովուրդ, դուք մի մտածեք, որ սատանան պոզով ու պոչով է լինում։ Եթե արտահայտությունները երևի լսել եք, չէ՞։ Հոլիվուդյան այդ կինոների մեջին նկարած բաները չեն։ Նա իսկապես գալիս է և գաղափարներով ու ձևերով այսպիսի տեղավորում է մեր ընտանիքներում։ Դուք միացնում եք հեռուստատեսությունը, դուք միացնում ու նայում եք շոու ծրագրերը և այս ամեն ինչը մեր միտքը բթացնում է, որպեսզի մենք անլրջորեն մոտենանք մեր կյանքի լուրջ խնդիրներին։ Իսկ սա մեծ խնդիր է։ Այս բանի միջով սատանան գալիս և տեղավորվում է մեր կյանքի մեջ, ու մենք սկսել ենք ամեն ինչի վրա ծիծաղել։ Տեսեք մեր կյանքը ինչքան է լցված անեկդոտներով, տեսեք մեր կյանքը ինչքան է լցված այդ կատակներով, խեղճ կատակությամբ, կլոունական բաներով։ Սա ուրախության հետ ոչ մի կապ չունի։ Ուրախությունը դա հոգևոր բան է, ուրախությունը Աստվածաշնչում գրված է, որ հոգևոր պտուղ է, բայց մարդ կա, որ առօրյայից իրիկուն կատակ կանում, բայց ինքը կյանքը ողբերգական կյանք է, ինքը մենակության ու միայնության մեջ է։ Մարդ կա, որ ամեն ինչի վրա ծիծաղում է, բայց գնում է տուն, մի պահ մենակ է մնում, ինքը սկսում է լացել։ Սա ուրախության հետ կապ չունի, ես ուրախության դեմ չեմ խոսում, այլ ես խոսում եմ անիմաստ կատակների վրա։ Այ տեսել եք 70-75 տարեկան տղամարդկանց կամ մեծերի կողքը կանգնում ես, իրանք միայն անլուրջ կատակներ են անում։ Լուրջ, իմաստուն, խրատական խոսք չկա։ Այս ամեն ինչի միջոցով սատանան եկել ու տեղավորվել է մեր կյանքը, լստում է մեր կյանքը կատակով, որպեսզի դուք ձեր կյանքի համար լուրջ հարցեր չտաք, ձեր խնդիրների համար լուրջ հարցեր չտաք։ Տեսեք հիմա ինչքան է սա տարածված ամբողջ աշխարհում, որ ասում են թեթև նայի ամեն ինչին, չէ՞ ոնց թեթև նայես։ Դու ախր լուրջ խնդիրներ ունես ու դրանք լրջություն են պահանջում, որպեսզի դու դրանցով զբաղվես։ Դու ոնց թեթև նայես։ Հիմա էլ ԱՄՆ-ում մի շատ բան կա տարածված երիտասարդների մեջ, հատկապես աղջիկների մեջ, որ մի հատ լուրջ բանի մասին խոսում ես, անգլերենով sense են ասում են it's not that deep, այսինքն դա այդքան էլ խորը չի։ Իրանց համար միայն պետք է լինի ֆան, միայն պետք է լինի զվարճանք, միայն պետք է լինի կատակ։ Ժողովուրդ, սա չարություն է, սա սատանայից է և սատանան այս ձևով բռնում է մարդկանց կյանքը։ Ես հիշում եմ մի անգամ ես նույնիսկ մի խումբ մարդկանց հետ էի խոսում, հավաքվել էինք և հասա բան այն վիճակի, որ ես ասի ժողովուրդ, դուք վիճակի եք ընդհանրապես լուրջ բաների մասին խոսելու ու քննարկելու, որովհետև իրանք միայն ուզում են թեթև նայեն, իրանք միայն ուզում էին կատակ անել ամեն ինչին, բայց երբ որ խոսում ես
քո կյանքի լուրջ խնդիրների մասին իրանք բարկանում են։ Ես հասկացա, որ իրանց ազնվորեն ասի, դուք ի վիճակի եք լուրջ քննարկելու ինչ-որ մի բան, թե պետք է ամեն ինչ կատակի տակ, ամեն ինչ պետք է թեթև նայեք։ Խնդրում եմ ձեզ իմացեք, որ սա սատանայի գործ է։ 30 տարի կատակել, 30 տարի լուրջ չմոտենալ։ Դրա համար մենք թուլացանք, մենք մեր կյանքի ու Աստուծո հետ հարաբերության հետ լուրջ հարցեր այդ մասին լուրջ հարցեր չտվեցինք, Աստծուց հեռացանք, մերժեցինք Աստծուն եւ սկսեցինք կորուստներ ունենալ, կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը եւ պատուհասները եկան մեր վրա։ Սիրելի ժողովուրդ, սիրելի քրիստոնյա մկրտված մարդիկ, իսկ որտեղ է այս ամեն ինչից դուրս գալու ելքը։ Իսկ որտեղ է մեր փրկությունը։ Մեր միակ փրկությունը Քրիստոսով է եւ ինչ պետք է անել։ Այս ես հիմա մի կոնկրետ բան կասեմ։ Ամեն Կիրակի գնացեք պատարագի։ Ամեն Կիրակի գնացեք պատարագի, որովհետեւ պատարագի ժամանակ Քրիստոսի հետ հաղորդվելը մեր քրիստոնեական կյանքի ամենաբարձր պարտականությունն է, որ մենք ունենք։ Իսկ երբ որ մարդը անտեսում է Քրիստոսի հետ հարաբերության իր այդ ամենակարևոր, ամենաբարձր գագաթնակետը, այդ պարտականությունը, բա ինքը ո՞նց կարա փրկվի։ Դու Քրիստոսի հետ մկրտության ժամանակ ուխտ ես արել քո համար, դու քո երեխաների համար ուխտ ես արել Քրիստոսի հետ, դու քո սանիկների համար ուխտ ես արել Քրիստոսի հետ, նրանց բերել ես ներկայացրես, ու ոչ դու ես հաղորդվում Քրիստոսի հետ, ոչ քո երեխաները, ոչ քո սանիկները։ Բա դու ո՞նց ես ուզում փրկվես։ Դրա փոխարեն դու տելևիզոր ես նայում, դրա փոխարեն դու գնում ես զվարճալի հաղորդումների, դրա փոխարեն դու կինո ու թատրոն ես գնում, որ ուրախանաս, զվարճանաս, քո միտքը զբաղեցնես ամեն ինչով բացի Քրիստոսի։ Դրա փոխարեն դու գնում ես խանութ, նոր տարվա առևտուր ես անում, քո միտքը զբաղվում է ամեն ինչով բացի Քրիստոսի։ Բա դու ո՞նց ես փրկվելու։ Իսկ եթե դու գնաս պատարագի, եթե դուք բոլորդ գնաք պատարագի, քիչ-քիչ սովորեք պատարագը, Քրիստոսը կտեսնի, որ դուք ջանք եք անում։ Քրիստոսը կտեսնի, որ դուք ոչ թե ուրացել եք ձեր մկրտությունը, որը շատ կարևոր բան է, որ դուք որդեգրվել եք Աստծուն եւ վերանորոգվել է ձեր կյանքը, ոչ թե դուք ուրացել եք Քրիստոսի հետ հարաբերությունը, ձեր ուխտը Քրիստոսի հետ, այլ դուք ջանք եք անում դա վերանորոգելու։ Դրա համար մարդիկ ուխտագնացությունների են գնում, դրա համար մարդիկ խաչերտների են գնում, դրա համար մարդիկ սուրբ տեղեր են գնում, դրա համար մարդիկ լստում են իրենց կյանքը աղոթքով։ Բայց եթե դուք գոնե սկսեք միայն պատարագի գնալ, Քրիստոսը կտեսնի, որ դուք ջանք եք անում։ Եվ ինքը շնորհ կտա։ Եվ հավատացեք, եթե մեր ազգի գոնե մի ահռելի մասը սկսի ամեն Կիրակի պատարագի գնալ, շատ շուտով, ամիսների ընթացքում կամ 1-2 տարվա ընթացքում այնքան շնորհ կգա մեր ժողովրդի մի ստվար, ահռելի մասի վրա, որ մենք անմիջապես կտեսնենք որակական փոփոխություն եւ մեր անձնական կյանքերում եւ մեր հասարակական, հայրենական, պետական ու ազգային կյանքում։ Իսկ եթե դու անտեսում ես Քրիստոսի հետ քո ամենակարևոր պարտականությունը, ապա ինչի վրա է քո հույսը։ Սիրելի քրիստոնյա մարդիկ, կամ ցանկացած մարդ, նույնիսկ եթե դուք մկրտված չեք, մեր կյանքի միակ ու ամենագլխավոր նպատակը Քրիստոսին ամեն ինչի մեջ փնտրելն է։ Նորից եմ կրկնում, մեր կյանքի միակ ու գլխավոր նպատակը Քրիստոսին ամեն ինչի մեջ փնտրելն է։ Իսկ այս կատականելը, այս ամեն ինչին թեթև նայելը, ամեն ինչի վրա ծիծաղել փորձելը, շոու բիզնեսի մեջ, մանմուլի մեջ, հեռուստատեսության մեջ, մեզ չի թողնում, որ մենք դրանով զբաղվենք։ Սատանան այս միջոցներով քողարկում է մեր միտքը, բթացնում է մեր միտքը, որը արվել է վերջի 30 տարիներին կամ ավելի, ու դրա համար մենք չենք զբաղվում այս բանով։ Կանչեք Տեր Հիսուսի անուն, ասեք Հիսուս ջան, օգնիր ինձ ջարդեմ այս շրջանը, օգնիր ինձ գալ քո հետևից։ Կիրակի օրը քեզ շարժի, հակի շորերը դու գնա եկեղեցի առավոտ շուտ։ Ասա Հիսուս ջան, եկել եմ, ներկայացել եմ, բան չեմ հասկանում, բայց եկել եմ, ներկայացել եմ, ուզում եմ սովորել։ Համբերությամբ գնա, ամեն Կիրակի գնա, ձեռքդ վերցրու մի հատ պատարական մատույց կամ պատարակի մեկնություն, սկսի կարդալ, սկսի սովորել, հարցեր տուր, խնդրի, փնտրի, որովհետև ով որ խնդրում է նրան տրվում է, ով որ փնտրում է նա գտնում է, ով որ թակում է նրան բացվում է։ Հիշեք ժողովուրդ այս բաները։ Այդ կատակների, ծիծաղի, կլոնական այդ կյանքի, այս ամեն ինչի միջով Սատանան գալիս ու թաքնվում է մեր ընտանիքների մեջ ու ներսից սկսում է քանդել ամեն ինչ։ Բայց եթե դուք սա հասկանաք եւ կանչեք Քրիստոսին, գնաք Քրիստոսի հետ, քայլանեք Քրիստոսի համար, ամեն ինչի մեջ փնտրեք իրեն, ամեն ինչի մեջ խնդրեք իր կամքը, ամեն ինչի մեջ թակեք իր դուռը,
այն ժամանակ շատ շուտով մեր բոլորի կյանքում կլինի փրկություն եւ որակական փոփոխություն, ուխտի վերանորոգում, հաղթանակ, բարձրունք ու հավիտենական կյանք։ Եվ Քրիստոսին, մեր Փրկիչ Աստծուն, մեր կյանքի միակ ու ամենագլխավոր նպատակին, Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին, փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։